Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, հետևողներ։ Ստուդիո 20-ում Տարեմուտին մեկնարկել է մի արտառոց նախագիծ, հյուրասենյակ կամ ուղղակի ապրելու սենյակ խորագրով, այսպիսի մի վերնագիր, սա պարզապես ցուցահանդես չէ, այլ կենթանի միջավայր, աշխատարանների, քննարկումների եւ ընկերական ընթրիքների հարթակ, որտեղ ջնջվում են սահմանները արվեստագետի եւ այցելուի միջև։ Սա նաեւ գաղափարների եւ էներգիայի փոխանակման տիրույթ էր, որ ինչպես որ մեկնաբանում են կազմակերպիչները, որտեղ առաջնայինը ընկերության ու համերաշխության գաղափարն է։ Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր սերունդների, մոտավորապես 8 տասնյակից ավելի արվեստագետներ, թե ինչու է այսօր արվեստը նախընտրում հաղորդակցության հենց այս անմիջական ձևը կպատմեն մեր այսօրվա հյուրերը, մասնակից արվեստագետներ, Ստուդիո 20 կոլեկտիվի համահիմնադիր Մերի Միքայելյան եւ տարբեր սերնդի արվեստագետներ Արթուր Վարդանյան, Անժելա Հովակիմյան։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն։ Նախ հետաքրքիր է թե այս գաղափարը ինչպես ծնվեց եւ ինչու հյուրասենյակ, արդյոք սա արձագանք է ավանդական սպիտակ այդպես խորանարդի, որը պատկերասրահներին են ասում, որտեղ արվեստը հաճախ թվում է անշարժ եւ այցելուից, այսպես ասած, հեռու։ Գաղափարը հենց եկավ Ստուդիո 20-ի նաև տարածքից, նաև մեր տարիների ընթացքում գործունեությունից։ Ստուդիո 20-ը ինքնին ավանդական այդ սպիտակ խորանարդը չի, ինչքան էլ պատերը թեկուզ եթե լինեն սպիտակ, այնտեղ ցուցահանդեսներ կազմակերպվեն, բայց ինքը այդպես միշտ եղել է հատման գծի վրա, ցուցասրահի, հանրային վայրի եւ ավելի անձնական այդպիսի ավելի մտերմիկ միջավայրի ապրելու հենց հանդիպումների միջավայրի, որտեղ մարդիկ կարող են ուղղակի գալ, նստել, հանդիպել, խոսել, ինչ որ գաղափարների շուրջ մտածել, աշխատել եւ հենց այդ միտքը թե ինչպես ենք մենք համատեղում ապրելը եւ հյուրընկալելը հենց դա էր ոնց որ ցուցահանդեսի նաև դարձավ վերնագիրը եւ իր բոլոր առաջացրած հակասություններով, լարումներով, նաև մի քիչ ավելի ընդլայնվելով դեպի ավելի սոցիալական որպես երևույթ, որը ոնց որ նշեցինք տեքստում, որ մեր իրականության մեջ կա առհասարակ այդ երևույթը շատ համատեղելու ապրելը եւ հյուրընկալելը եւ հյուրին բավականին կենտրոնական տեղ տալը եւ դրա հետ ինչպես կարող ենք դրա շուրջ մտածել, դրա հակասությունների շուրջ մտածել եւ աշխատել այդ թեմայի հետ։ Եվ հետաքրքիր է, որ այդ սահմանափակ տարածքում մոտավորապես 80 եւ ավելի արվեստագետներ են ներկայացված, գուցե ավելի, չգիտեմ, ես իմ հաշվարկով 80-ներ, ինչպես է հաջողվում այդքան տարբեր ձեռագրեր, այսպես ասած, էներգիաներ համատեղել մեկ ընդհանուր տարածքում, սենյակում։ Ես մի փոքր ասեմ, հետո Լենա կարող են ավելացնել։ Մասնակիցների թիվը մոտ 100 է դարձել, որովհետև ինքը հենց գաղափարը ընթացքում ավելանում։ Այո, հենց դա էլ գաղափարն էր, որ ինքը մասնակցության բացության վրա է հիմնված եւ բոլորը կարող են ցանկության դեպքում ավելանալ, ինչ որ ձևով ներգրավել, մասնակցել եւ հենց միտքը էր, որ կախված չի հենց կազմակերպիչների ընտրությունից, մասնակիցները իրենք նույնպես կարող են այլ մասնակիցների առաջարկել եւ հենց այդպես էլ տեղի ունեցել, ինչ որ իհարկե մասնակիցների մենք առաջարկել ենք այն մարդկանցում հետ հաճախ ենք շփվում, հաճախ ենք աշխատում տարբեր նախագծերի շրջանակներում, արդեն ցուցահանդեսներ են եղել կամ ովքեր հաճախ հենց մեր արվեստանոցում են տարբեր միջոցառումների կամ առօրյայում առաջարկել ենք նրանց եւ նաեւ այն մարդկանց, ովքեր ում գործերը ոգեշնչել են մեզ կամ մյուս մասնակիցներին, այսինքն ամեն մասնակից այդպես ինքնաբերաբար ստացվել է, ամեն մասնակից առաջարկել է ինչ որ այլ մարդկանց, ովքեր իրեն են հետաքրքիր թվացել եւ ընթացքում էլ
թիվը ավելացել է, նոր գործեր են հայտնվել։ Ես կուզեի արվեստագետները նույնպես իրենց վերաբերմունքը արտահայտեին այս ցուցադրությանը կամ այս նախագծին, ինչպես ասում են։ Լավ, ուրեմն ես կարծում եմ ավելի կարևոր է որ այս ցուցանտեսում ինչն է հետաքրքիր, երբ որ ասում է հյուրասենյակ, հյուր, ջերմություն, կարծես թե սովորաբար ասենք երբ որ կոլեկտիվով կամ խմբով ցուցանտես են անում, կա ինչ-որ մի կոնցեպտ, որի շուրջ կուրատորը ասենք ընտրում է հեղինակները ինչ որ այստեղ կարծես թե այդ պահը այդքան կարևոր չի, ավելի կարևոր է դարձը մարդկանց տալ ջերմությունը հավաքել մի տերիտորիա, որ ստուդիո 20-ը կարծես թե մի հատ տերիտորիա է, պլաշատկա է, որը որ չունի ոչ մի այդպես ասած օֆիցիալ հրավեր տալու բան, ինչ որ մի իդեայի շուրջ։ Ինքը բաց է թողել եւ հյուրերը սովորաբար գալիս են այստեղ ոնց որ ասած առանց հրավերի ավելի շուտ տենց կարելի ասել, ովքեր որ համարել են իրենց արվեստագետ այդ ջերմությունը տալու եւ ես կապում եմ նույնիսկ մի քիչ մեր ժամանակային Հայաստանի իրավիճակի հետ եմ կապում, որտեղ կարծես թե այդ ազատությունը, ջերմությունը, հիմա ասենք այդ խաղաղություն եւ այլն որ կա այդ կոնցեպտը, կարծես այստեղ արվեստագետները ուզում են այդ ջերմությունը տալ, որ կողք դնել մի շատ կարևոր բան, այսինքն որ իդեաներով կարող է հակադրված անենք ցուցահանդես, որտեղ որ ինքը կբխի այդ խոսակցություններից ինչ որ նոր իդեաներ եւ այլն։ Ես կարծում եմ որ դա բավականին ակտուալ է այսօրվա համար եւ ինձ դա շատ լավ, ես կուզեի Անժելան նույնպես արձագանքի, ես ձեզ մեկ այլ հարց ունեմ ուղղելու Անժելայի պատասխանից հետո։ Ինչ կարծիքի եմ ցուցադրության մասին, ցուցադրությունը ինձ շատ հարազատ է իրականում խորագիրը, որովհետև միմյանց հանդեպ ավելի ամեն ինչ դնել մի կողմ եւ փորձել մի տարածք կիսել բոլորս միասին մի տարածքում լինել, անկախ նրանից մենք որքանով ենք իրար հետ համաձայն թե ոչ, սա ինձ շատ հուզող հարց է եւ շատ ակտուալ է եւ այո, այս ամեն ինչը ինձ շատ հուզում է ու կարևորում եմ այս խոսակցությունը։ Իսկ առհասարակ ինչպես եք տեսնում, այս ամեն ինչը կարող է նոր համայնքներ ձևավորելու սկիզբ դնի, որովհետև ես հիմա մտածում եմ արվեստի սոցիալական դերի մասին, դուք նշում եք համերաշխության մասին եւ տեքստում նույնպես այդ համերաշխություն բառը այսպես շոշափվում էր եւ արդյոք այսօր Հայաստանում արվեստագետների միջավայրում եւ ոչ արվեստային միջավայրերում այդ համերաշխության պակասը կա։ Գուցե մենք սրանով ինչ որ նոր համայնքներ ստեղծելու հիմք ենք ուզում դնենք, հա, ինչ որ այդպիսի խնդիր կա կամ տեսնում եք մոտավորապես։ Հնարավոր է, ես չգիտեմ, բայց կա նաև մի հատ տենց կարևոր բան, ոնց որ նախկին միտքս մի քիչ շարունակեմ այս կոնտեքստում, որ կարծես թե արվեստագետները հավաքվել են միասին, կարող են իրանք ստեղծել մի այլ ոնց որ տերիտորիա, այն իմաստով, որ խոսում են արվեստի լեզվով, այսինքն արվեստագետները ունեն մի հատ լեզու, որտեղ որ կարող են պայմանավորվել ինչ որ մի բան, բայց ոչ թե պայմանավորվել, որ այ դու ես պետք է անես նայած, այսինքն կա մի հատ տենց իդեա, որի շուրջ կարող են խոսել եւ դա կարող է ծնել մի այլ բան, որտեղ հետաքրքիրը այն է, որ եթե ուշադիր նայենք այստեղ մասնակիցների մեջ բավականին համարյա 50 տարվա տարբերություն կա սերունդային իմաստով, այսինքն անկախ Հայաստանի ցել մի քիչ առաջ նույնիսկ 88-ից եւ այլն, եւ այստեղ կա մինչեւ 16 տարեկան, 15 տարեկան, այսինքն նաեւ այդ կապը որ բերում է բոլորին հավասար դաշտ, դա այդ լեզուն արվեստի, որ չկա տենց որ դու կայացած կամ չկայացած, այդ իմաստով կարա ստեղծի մի այլ բան, որտեղ այնտեղ կան բավականին երիտասարդներ, որ ես կարծում եմ հենց փայլուն զուտ մեր ոնց որ ասած։ Եվ այդպես ինչ որ չորրորդ հանրապետության ներկայացուցիչներ։ Որոշակի երկխոսություն կա նաև։ Այո, որտեղ օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է, ասենք, լսել այդ։ Օրինակ ինչ երկխոսություն է։ Կա այդտեղ նաև հակասություն ծերունների։ Ես անկած որ ասեմ հակասություն չէի ասի, կա մտածողության տարբերություն։ Եվ դա ասել հակասություն ինձ թվում է տենց ցանկացած բան, նոր սերունդ, կարծես թե ինչ որ նոր բան է իր բերում։ Այդ իմաստով չգիտեմ դա հակասություն կարելի ասել թե չէ։ Եթե ծնում է ինչ-որ բան արդեն լավ է։ Շատ լավ։ Առաջին հայացքից երբ այսպես կողքից ես նայում, թե ինչ է տեղի ունենում օրինակ ստուդիո 20-ում, առաջինը մտածում ես որ իմ առաջին հարցի հետ կապված այդ սպիտակ խորանարդի գաղափարի շուրջ, որ օրինակ արվեստագետները ձանձրացել են արդեն այդ կլասիկ ցուցահանդեսային այսպես տարբերակներից եւ ուզում են ինչ որ իմաստով
մի բան փոխել իրենց միջավայրում։ Գուցե սա սկիզբն է ինչ որ մի բան փոխելու, հավաքվել եւ ինչ որ գաղափարներ, էներգիաներ գեներացնել եւ այլն։ Շատ հնարավոր է, բայց կարող մերին ավելի լավ կպատասխանի, որտեղ ինքը որպես նաև կուրատոր բավականին մեծ փորձ ունի տարբեր սերունդների հետ, ոչ թե հարցից խուսափելու, ուղղակի կարծում եմ տենց է, ես մի քիչ չեմ կարող։ Դե կարամ ասեմ, որ սա նաև համատեղ կուրատորության փորձ է, այսինքն կոլեկտիվ անելու եւ աշխատանքնել եւ ընդհանրապես մեր փորձերն էլ այդ համատեղ աշխատելու կոլեկտիվության շուրջ փորձառությունների մասին են ու դա այս ցուցահանդեսը չեմ կարող ասել որ առաջինն է, որովհետեւ արդեն 10 տարուց ավելի է ինչ այդ տարբեր ձևաչափերով ինչ որ ձև փորձում ենք մոտենալ այդ հարցերին բոլոր նախագծերն ինչ որ չափով կապված են հենց այդ կոլեկտիվության այլ ձևեր փնտրելու հետ ինստիտուցիան ինչպես կարող ենք այլ ձև պատկերացնենք եւ փորձել գտնել համախոհություն մեզ հետ համակարծիք կամ ոչ համակարծիք մարդկանց հետ ոչ միայն լոկալ դաշտում այլ նաեւ ավելի ընդլայնված օրինակ նույն կերպ ցուցահանդեսի ընթացքում ավելացրել են իրենց մասնակցությունը օրինակ այլ կոլեկտիվներ, օրինակ Ամստերդամում հիմա գործող մի քանի օր առաջ իրենց գործը ներկայացրեցին, իրենք էլ են այդ կոլեկտիվության թեմայով աշխատում, որ կապված է ավելի նախադեպ կա։ Ես ճիշտ ասած փորփրեցի եւ այնտեղ մի բան գտա, որ Նյու Յորքում էլ այդպիսի մի նախադեպ եղել է, երբ արվեստագետներից մեկը իր գործերը կամ այդ ցուցասրահի գործերը հանել է դուրս եւ այնտեղ ինչ որ խոհանոցային միջավայր է ստեղծել, որ սկսել է անվճար հյուրասիրել այցելուներին։ Այսինքն դե նախադեպեր շատ կան, այդ գաղափարները անընդհատ շրջանառվում են տարբեր մարդկանց կողմից ու տարբեր տարիների ընթացքում տարբեր ակտուալություն են ստանում, այդտեղ ինձ թվում է էականը այնա, որ շեշտը ոչ թե մեկ անհատ արվեստագետի վրա է, այսինքն կարևոր է թե մեկ անհատ արվեստագետ ինչքան կարևոր գործ է արել, ստեղծել արվեստի գործ, լավն է, թե վատն է, այսպես դասակարգումների մասին չի, այլ ավելի շատ իրար հետ ոգեշնչվելու, իրար հարաբերությունների եւ փոխկապվածության, փոխկախվածության մասին ավելի շատ, այլ ոչ թե մեկ անհատի։ Իսկ հետաքրքիր է օրինակ արվեստագետների ինչին է պետք, ինչ է տալիս այդ հարաբերությունների տիրույթ ստեղծելը այլ ստեղծագործողների հետ կամ համաձայնության կամ ոչ համաձայնության եւ այլն։ Ինչու է դա կարևոր։ Ինչու է կարևոր որ այդ կոմունիկացիան կա։ Դե շատ կարևոր է այն իմաստով որ եթե մարդուն ինչ որ մի հատ իդեա, նաև այդ իդեան ինքը փոխակերպում խոսելով մի այլ մարդու հետ, կարծես թե նրանում ինքը հաստատվում կամ ավելի շատ իրեն ոնց որ ասած ստիպում է ավելի խորը բաների մասին մտածել, որտեղ կան բաներ, որոնք կոլեկտիվի դեպքում ավելի խորն է հասկանում, որտեղ ցանկացած զրույց ինչ որ մի բանի բերում հատկապես արվեստագետների զրույցը այդտեղ է որ իրար հետ խոսում են ասում են վիճում են չեմ բայց դա վեճ չի դա մի բանավեճ է որը որ թեման ակտուալ թեմայի շուրջ հավաքվում են մարդիկ իսկ կա առհասարակ եւ Հայաստանում եւ կարելի ասել աշխարհում նաեւ ճգնաժամ գաղափարների ինչ որ մտքերի կամ ինչ որ մի նոր հետաքրքիր լեզու գտնելու իմաստով արվեստում Ես կարծում եմ արվեստում երբեք ճգնաժամ չի լինում։ Ինքը միշտ ակտուալ է։ Ուղղակի կարեն այո տարբեր լեզուներով կարող են դա ասենք դրսևորվի կամ խոսել։ Լեզու նկատի չունեմ, ասենք հայերեն, անգլերեն եւ այլն նկատի ունեմ։ Փորձում ենք ինչ որ նոր ձևաչափեր գտնել էլի, դրա համար է ավելի շուտ։ Ես կարծում եմ իդեաներն են ծնում ինչ ձևաչափեր լինեն, ոչ թե ձևաչափերը։ Կարծում եմ ցանկացած իդեա ինքը կարծես իր հետ բերում է։ Եվ հանգամանքները, որ կարծում եմ այդտեղ կարևոր է այդ փաստը, որ ոչ թե կան ինչ-որ իդեաներ օդում, որ մենք դրանք փորձենք վերցնենք, տեղայնացնենք, չէ նաև ինչ-որ մեր կյանքը կոնկրետ, մեր պայմանները իրենցն են թելադրում, թե ոնց կարող ենք արվեստով զբաղվել կամ ոնց կարող ենք արվեստի մասին խոսել, ելնելով այն իրավիճակից, որում մենք կանք, որում մենք ապրում ենք, ու փորձել դա մի քիչ ավելի լավը դարձնել մեր կամ մեր շրջապատի համար։
Ինչ կարող եք Ձանձրալիության հարցը չի, ինձ թվում է, ավելի շատ ապրելու հարցն է իմ համար ու իմ կարծիքով։ Ինչը մարդը անverջ անում է ու ինքը անverջ փնտրում է ինչպես ապրել, որ ավելի լավ լինի։ Նույնն էլ արտիստներն են անում։ Okay, զբաղացնում են արտիստներն իրանք մարդիկ իրանք զբաղացնում են մեծ հաշվով։ Իրենց եւ նաեւ մեզ բոլորիս։ Մեծ հաշվով մարդու հա մեջ կա այդ բանը, բայց իրականում ոնց որ մարդու անverջ փնտրտուքն է ապրելու հարցը անընդհատ բարձրացնել վերև, ապրելը, մահանալը, այդ process-ը ու կարծում եմ դա է ծնում խոսակցությունները ուղղակի։ Իսկ ընդհանրապես այս ձևաչափը հարազատ է մեզ, որովհետև ես տեսա, որ արձագանքները մեծ էին եւ շատ այս օրերի ընթացքում այցելուները շատ են եղել, չէ՞, որքանով ինքս հասկացա։ Այս ձևաչափը հարազատ է դառնում, որովհետև իսկապես կա մարդկայինորեն պահանջ, ինչ որ համերաշխության, հա, իրար հետ զրուցելու, մի հարթակ գտնելու, որովհետև տեսնում ենք սոցիալական ցանցերում անհամաձայնությունը ավելի շատ է, առհասարակ մեր այսպես հասարակական քաղաքական կյանքում այս անհամաձայնությունները, իրար հետ այսպես իրար մեջ բաժանարար գիծ դնելու եւ այլն։ Երեք Արթուրը լավ բան էր ասում, սահմանները մարդը ու կենթանին կարող է սահմաններ գծի ու կառավարի դա, բայց ես կարծում եի, որ կոնտեքստը տեսակ էր, որ երբ որ մարդիկ սահմաններ են գծում, այդ սահմանները դառնում է շատ բավականին արհեստական է լինում, բայց երբ որ արվեստի դաշտում կարծես այդ սահմանները գոյություն չունին։ Հետևաբար արվեստի դաշտում երբ որ կոնֆլիկտներ են լինում, այդ կոնֆլիկտները ես կարծում եմ դա վատ կոնֆլիկտներ չեն, նկատի չունեմ կենցաղային մակարդակի, երբ որ իդեյնի մեկը մյուսի հետ համաձայն չի, դա ես կարծում եմ կակրած այդ կարծես թե այդ սահմանները ջնջում է խոսակցության ժամանակ, ոչ թե հաստատում է, ինձ թվում է տենց մի հատ բան ունի ցուցահանդես առավել եւս հատկապես այս ցուցահանդեսը նույնիսկ ֆորմայի իմաստով էլ այնտեղ կարծեմ արված էր sense անկյուն, չէ, իր վիզուալ տեսքը վերնագրի անկյունները կարծես թե բոլոր ունեն մեկ անկյուն, որտեղ որ հավաքվում են, այդպես զրուցում են եւ մի հատ հետաքրքիր բան կար, որ նույնիսկ Մոմիկա ասաց, որ որպես կուրատոր ասաց մոտ 300-ի չափ մարդ է եկել, դա կարծեմ բավականին մեծ չափ է, այն իմաստով, որ կարծես թե ոնց որ թե չեն եկել այդքան ասենք զրուցելու համար ինձ թված ավելի շատ եկել են մարդիկ շփվեն ոնց որ այդ վիզուալ այդ ջերմությունը թե ինչ այդպես մի հատ բան կար որը նման է հա բայց ժամանց ոչ թե բանի որ ասենք լինում է ոնց է որ ժամանցը լինում է ռասվիկացիան ինչ է լինում այդպես մի քիչ ավելի ոնց որ ասած բան մի քիչ սպասելով թե այլ խոսակցությունա տեղի ունենալու ոչ թե միայն ժամանցա դա այդ իմաստով ես կարծում եմ համար չի էլի ու հատկապես որ այդքան մեծ տարբերություն կար սերունդների մեջ բոլոր իրականում դա բավականին հետաքրքիր է ստացվում անդադար եւ գործերի մեջ էլ կար տենց եւ իրոք նման է որ ուշադիր նայեք բան այդտեղ էքսպոզիցիա այսպես կոչված արված չէր ինչ որ գործեր կարող էին տների տարբեր տեղեր հայտնվել չկար որ կոնկրետ կարծես թե հայտնվել է այդ տերիտորիան ապահովված արվեստի դաշտ որտեղ որ դուք զրուցում եք չգիտեմ փորձեցի ասել իրականում էքսպոզիցիան արվելա շատ հետաքրքիր ինչ որ պահերի ես էլ եմ եղել եւ բոլորս օգնում էինք գտնել ավելի հարմարավետ տեղ իր գործի արտիստի գործի համար եւ կարծես իսկապես այդ կոլեկտիվ ասածը էքսպոզիցիայի մեջ բացարձակ ոնց որ գոյություն ուներ ինքը կար այդ պահին կոլեկտիվը որովհետեւ կոլեկտիվ էր գործում ամեն ինչ իսկ զբաղեցնելու համար ես կուզենայի որ դադարեր արվեստը դիտարկվել որպես զբաղեցնելու կետ, այսինքն ժամանցային ոչ թե զբաղեցնելու, այլ ժամանցի կետ դադարեր լիներ, որովհետև այդա իսկապես ձանձրացնում է արդեն։ Այդա իսկապես ձանձրացնում է ես կարող եմ ասել Հայաստանում, որովհետև ես Հայաստանում եմ ապրում, բայց ընդհանուր որ նայում եմ, արվեստը ես կարծում եմ, որ ինքը
ինքը խաղալու տեղ կարա լինի, բայց ժամանցը լրիվ ուրիշ բան է, էլի։ Ինքը ժամանց չի։ Այսինքն ժամանցը չի ենթադրում նաև մասնակցություն, հա։ Իսկ արվեստը նաև մասնակցություն։ Այս դեպքում այո։ Այսինքն դիտողը նույնպես մասնակիցն է։ Կարող ենք այդպես մեկնաբանել։ Շատ դիտողներ նախորդ ցուցահանդեսների դարձել են այս ցուցահանդեսի մասնակից իսկապես մի քանի հոգի կան, ովքեր կյանքում առաջին անգամ են իրենց գործը ցուցադրել, օրինակ չնայած իրանք հաճախ այցելում են ցուցահանդեսների, բայց այս ցուցահանդեսի ընթացքում ուզեցին իրենք էլ ցուցադրել, այսինքն հա հենց դիտողը բառից բուն իմաստով դարձել է մասնակից հաճախ։ Իսկ ես կուզեի հարցնել ձեզ որպես ինչ որ արվեստի գործ ստեղծող մարդիկ, ձեր գործերը օրինակ այդ տարածքում փոխվեցին ըստ ձեզ Արտուր, ասենք այն իմաստով, որ ասենք դուք նախնական ինչ որ միտք եք դրել ձեր գործի մեջ եւ ասենք այնտեղ ինքը հանկարծ փոխում է իր այդ գաղափարը, այսպես ասած։ Կա այդպիսի բան, որ ցանկացած գործ կարող է ինչ-որ ցանկացած մի այլ տերիտորիայում կոնտեքստի իմաստով մի քիչ փոխվի, բայց այս դեպքում ես կարծում եմ ոչ, բավականին իմ դեպքում ես ասում եմ, որ շատ դիպուկ, ես այդ կոնկրետ այդ գործը ձերը կարող եք խոսել մի քիչ ձեր կարող եմ խոսել, բայց ես կարծում եմ կարիք կա կենտրոնանալ դրա վրա։ Այո։ Դե ասենք կոնկրետ գործերը, որը գրված էր no hope, որ մարդիկ շատերը մտածում են, թե շատ բարձ իմաստով, որ հույս չկա եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ հակառակը, այդ հույսը այնքան հին կատեգորիա է այսօրվա համար, եթե ուզում ես կոնկրետ ինչ-որ գործողություն, ինչ-որ բան փոխել, դու պետք է գործողություն կատարես, ոչ թե հույսը դնես այն իմաստով, որ դե ժամանակի ընթացքում կփոխվի, երբ որ դու գիտես կոնկրետ ինչն է պատճառը, հետեւաբար այդ առումով դու պետք է գործես, ոնց որ չեն կարող ասենք այդպես հույս ունենամ, որ մեր հարաբերությունները հարևանի հետ լինելու է լավ, չէ՞, իմ հարևանը եւ ես։ Մենք կարող ենք պայմանավորվել, սուրճ խմել միասին։ Այո, սուրճ խմել, պայմանավորվել, ոչ թե վիճել, թե սա իմն է, թե քոնն է, այս բալկոնը քոնն է, այս բալկոնը իմն է եւ վեճ չկա մեր մեջ։ Հակառակ դեպքում ես դա եմ ասում, իսկ երբ որ հույսի վրա է մտածում, որ հույս ունենանք լավ կլինի, կհասկանանք, ինչի նստենք, զրուցենք եւ պայմանավորվենք նորմալ։ Բայց ինչ հետաքրքիր է, տեսեք դուք լրիվ ուրիշ ձևով եք հույս ամուսությունը մեկնաբանում։ Այո, մարդիկ ասում են ոնց որ թե դու հուսախապ ես անում, դու ինչն է հուսախապ, այդտեղ ես պարզ սովորական խոսակցություն որ ասում ես հույս չկա, դա ենթադրում է որ մենք անհույս նստած ենք, դուք էլ ավելի եք այդպես հուսախապանում։ Ոչ, ես հակառակ ասում եմ, հենց կակրաս այդ դա մտածելով, որ հույս առավոտից երկուն դրա մասին ես մտածում, գնում ես հանգիստ քնում ես առավոտյան արտանում նորից դա երբեք ոչինչ չի փոխվում։ Գործողություն է պետք կատարել։ Ես չեմ կարող մոռանալ այստեղ նաև մեր այս զրույցի ընթացքում, քանի որ առաջին անգամ եմ ես ձեզ հետ զրույցում եթերում, դուք 90-ականների ակտ, այսպես ասած, արվեստի խմբակի անդամներից մեկն եք եւ նաև մասնակիցն եք երրորդ հարկ շարժման ինչ որ իմաստով արդյոք այսօր փոխվել է ինչ որ բան այն ժամանակներից ինչ որ դուք որովհետև երբ որ դուք ասացիք հույս չկա ես հիշեցի ձեր այդ պլակատը այդ պլակատային մոտեցումը եւ 90-ականներին դուք հենց այդպիսի պլակատային մոտեցումով եք դուրս եկել փողոց եւ այսպես արտ դեմոնստրացիա էր չէ այդպես ներկայանում այդ իմաստով ինչ է փոխվել այսօր արդյոք այդ ձեր դեմոնստրացիաները այսօր որոշակի զարգացում եւ որոշակի հանգուցալուծում կարելի է ասել որ ունեցել է ես կարծում եմ հա հիմա ակտից խոսել էլ ակտուալ չի կարծում եմ որտեղ ավելի ակտուալ է հենց հիմա ինչ որ կատարվում է դրանից խոսել կոնկրետ օրինակ Ստուդիո 20 ես համարում եմ ավելի ակտուալ որտեղ միշտ էլ այդպես է հետաքրքիր է հիմա ինչ տեղում կապ չունի անցյալում ուրիշ բան որ անցյալում ինչ արվել է դա խտանա հանդիսանում, որպեսզի այսօր դա տա։ Իսկ ինչ վերաբերում է թե արտ դեմոնստրացիան, թե ակտ խումբը, թե նույնիսկ այդ ժամանակ եղել են ավելի ուրիշ խմբեր, որոնց անուններ չեմ կարող հիշել, բայց պիեսը եւ երրորդ հարկը հաստատ ասենք կա։ Դրանից առաջ էլ է եղել, թողներեն ովքեր որ չեմ հիշում ոնց էր կոչվում, բայց դա իհարկե շատ մեծ դեր ունի այսօր։ Դրա համար այսօր որ նայում ենք մեր ժամանակից արվեստը, կարծես ավելի ոնց ասեմ, ավելի հասկանալի է դառնում որ հեղինակներից ես հասկանում եմ որ այս հեղինակը հասկանում է ինչ է անում դա շատ կարևոր բան է հասուն է դառնում ես չեմ կարող ասել հասուն չհասուն այդ կրիտերիաներով չեմ կարող ասել անկես որ ասեմ չստեմ բայց ասենք որ նայում եմ ես վստահում եմ որ այս նոր հեղինակները հասկանում են ինչ են անում եւ դա
շատ կապ ունի տեղային հայաստանյան, դա ինձ ամենաշատն է ուրախացնում, որ ոչ թե թեմաները Հայաստանին վերաբերող տեղային արվեստ է, որտեղ արվեստում ասենք չի կարա ինձ համար չկա ասենք ազգային, թե ազգային չի, եթե արվեստի մասին է խոսքը գնում, բայց որ հավատում եմ, որ այդ գործը ծնվել է, որտեղ տեղում կա այդ հարցը, այդ խնդրումը, այդ իմաստով, այո, երիտասարդներն ապրեն։ Օրինակ դուք ինչպես եք վերաբերում այդպես ճակատային դեմոնստրատիվ արվեստին եւ արդյոք ձեր գործերի մեջ կա այդ դեմոնստրատիվությունը։ Ես շատ լավ եմ վերաբերվում դեմոնստրատիվ արվեստին։ Չեմ ուզենա կարծում, որ այդ ժամանակները անցել են դեմոնստրատիվ արվեստի։ Այո, եթե արվեստագետը զգում է, որ ինքը պետք է դեմոնստրացիա անի, ուրեմն այդ ժամանակն է, չկա որևէ մի բան, որ արվեստագետը պետք է մտածի, որ էլ դրա ժամանակը չի։ Եթե այդ պահին ինքը զգում է, որ ակտուալ է իր համար այդ գործողությունը անել, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը, ուրեմն կա դա։ Նույն ձև դադայիզմը, ասենք ինքը իբրև թե չկա էլ, բայց ինքը ցանկացած պահի նորից աչքերը բացում է։ Կարծում եմ ցանկացած բան ոչ մի բան պատահական չի լինում, ու եթե արվում է, ուրեմն պետք է մտածել, բա այդ ոնց եղավ, որ դա արվեց, ինչի համար, պատճառը որն էր։ Ուրեմն կա պատճառ։ Շատ լավ։ Մերի ինչ զարգացումներ են սպասվում, ինչ նոր ծրագրեր, որովհետև շարունակվելու է մինչև հունվարի 25-ը այս ցուցահանդեսը կամ այսպես ասած փառատոնը, նախագիծը, ինչպես կարելի է այդպես ներկայացնել մեկ բառով։ Դենայք հենց ցուցահանդեսի իմաստն է, որ մեզ համար տանք այսպես մի ժամանակահատված, որը լինի հրավեր, իրականում հրավեր, առաջարկ կարող ենք ասել, միասին ինչ-որ բան մտածելու կամ անպայման չմիասին, նաև ամեն մեկս մեր համար ինչ-որ բան մտածելու, ինչ-որ բան առաջարկելու ու այդպես էլ մտածել ենք, որ գործերը այո բացմանը կախված են, բայց ընթացքում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, իրադարձություններ, դրանք կարող են լինել ինչ-որ փակ ֆորմատով կամ ավելի բաց հանրային ֆորմատով, որի շրջանակում ունեցել ենք եւ սաունդ կատարումներ, արվեստագետների կողմից, Գայ Խաչատրյանի եւ ավելի մտերմիկ հավաքույթներ, արվեստագետների շուրջ ընտրիկներ, այո, խոհանոցը շատ կենտրոնական դեր ունի, այնտեղ գործեր էլ կան հենց խոհանոցում դրված չգիտեմ, եթե մարդիկ չեն պատկերացնում ստուդիո 20 տարածք ինքը այդպես իր մեջ պարունակում է խոհանոց, ապրելու այդպես սենյակ է իրականում եւ խոհանոցի շուրջ իրադարձություններն էլ հենց մաս են կազմել ցուցահանդեսի, այսինքն այդ տարբերակումը մեր համար չկա արվեստի գործը այնտեղ շատ են նկարված գործերը, բայց նաև գործը հենց խոհանոցի շուրջ ուտելիք պատրաստելը կամ միասին ինչ-որ բաղադրատոմսով թթու դնելու փորձառությունը, որ կարող են 10 հոգի միասին իրար օգնելով անել եւ նման բաներ ընտրիկներ համատեղ, որը բաց են էլի արվեստագետների եւ մնացած ցանկացողների համար եւ տարբեր ռադիո թողարկումներով կատարումներ եւ քննարկումները նախատեսվում են։ Այո, ես կուզեի ձեզ հետ շարունակել զրույցը, թե օրինակ ինչպես արվեստագետները այդ բարձունքներից իջան կենցաղային մակարդակներ եւ սկսեցին իրար հետ այսպես փոխանակել ռեցեպտներով, այսպես ասած, բաղադրատոմսերով ու նաեւ թթու դնել իրար հետ, ինչ որ բաներ պատրաստել, ուտել, քեֆ անել, այսպես ասած, արդյոք դա ավելի ցածր, այսպես ոլորտներ չէ արվեստագետի առաջարկած կամ նախկին դերի հետ համեմատած արվեստագետի, բայց ցավոք մենք ժամանակ չունենք, գուցե այլ առիթով մեզ հաջողվի այդ մասին այստեղ քննարկել, խոսել։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես ուղղակի ռադիոլսողին տեղեկացնեմ, որ ստուդիո 20-ում դուք դեռ կարող եք մասնակիցը լինել հունվարի 25-ը մինչև շարունակվում է այս արվեստային այսպես process-ները ու թե այս էներգիայի փոխանակումները ինչ ձևաչափ եւ ինչ շարունակականություն կունենան, մենք կհետևենք, կտեսնենք եւ գուցե մեր հաղորդումներից մեկում անդրադառնանք։ Շնորհակալություն, սիրելի ռադիոլսողներ, իմ հյուրերն էին արվեստագետներ Մերի Միքայելյանը,
Արթուր Վարդանյանը եւ Անժելա Հովակիմյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն